Տաղավարում ինձ է միացել իմ գործընկեր Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա մի քանի օր առաջ մեր ձևով ժողովրդական շարժումը մի այսպիսի գրառում էր արել, որ բնակչության 58.6%-ը դժվարանում է վճարել իր կոմունալ ծախսերը։ Սա նրանց վիճակագրությունն է։ Հիմա Հայաստանում կա բարձր տնտեսական ակտիվություն, դրա հետ մեկտեղ բնականաբար կա գնաճ։ Ինչպես է սա բացատրում։ Եթե սկսենք կոմունալ վճարների հետ կապված դժվարություններից, թեև հստակ վիճակագրության չեմ տիրապետում, բայց բոլորիս է հասկանալի, բոլորս վստահաբար գիտենք, շփվում ենք, որ հատկապես այս ձմեռվա սեզոններին իսկապես կոմունալների վճարման շատերը խնդիրների առաջ կանգնում են։ Ինչ վերաբերում է այդ իրավիճակի կողքին նույն տնտեսական բարձր ցուցանիշները, սա այս ֆենոմենը մեր տնտեսության համար նորություն չէ։ Եվ հատկապես վերջին տարիներին ասել, որ դա լիարժեք նոր երևույթ է, իհարկե սխալ կլինի, բայց առավել ցայտուն է հատկապես վերջին տարիներին եւ դա պայմանավորված է այն խնդրով, որի մասին բազմիցս ենք բարձրաձայնում, դա մեր տնտեսության կառուցվածքի վատթարացումն է։ Այսինքն ինչ ենք ուզում ասել, երբ կա տնտեսական աճ, բայց այդ աճերը կոնկրետ 1-2 ոլորտներում արձանագրված աճերով են պայմանավորված, դրա օգուտները եւ հետևանքները, առավելապես հենց այդ ոլորտների զբաղված քաղաքացիներին է մեծամասամբ վերաբերում, չկա ներառականություն եւ բնականաբար սրա կողքին կարող են լինել նման երևույթներ։ Մեր տնտեսության այդ օրինակ ֆենոմենի մասին ընթացիկ ցուցանիշներով կփորձենք ներկայացնել հաջորդիվ։